Երևանի լռություն սրճարան խորտկարանը Երևանի հյուսիսային հատվածի ամենանշանավոր սրճարան խորտկարաններից մեկն էր։ Գտնվում էր Կոմիտաս փողոցի վերջնամասում, ժամանակակից Լամբադա կամրջի մոտից մի փոքրիկ փողոց է բարձրանում դեպի վերև։ Աջ կողմի շենքի տակ էր։ Այդտեղ էին գալիս շրջակա գործարանների աշխատավորները։ Ալյումինի գործարանի, երազավտոգործարանի, լամպերի գործարանի, շրջակայքում բավականին հիվանդանոցներ կային, հիվանդանոցների բժիշկները։ Սրճարան խորտկարանը բայց շատ նշանավոր էր մի լեգենդի պատճառով։ Ասում են 60-ական թվականներին այդ սրճարան խորտկարանում մի խոհարար է եղել, որը բանակում ծառայել է պատերազմի ժամանակ Լեոնիդ Բրեժնևի հետ։ Եվ երբ Լեոնիդ Բրեժնևը 1970 թվականին եկել էր Երևան, նա մոտեցել եւ հիշեցրել էր, որից հետո, ասում էին, Հայաստանի ղեկավարությունը այդ խոհարարին նշանակել էր այդ խորտկարան սրճարանի վարիչ։ Այս պատմությունը գիտեին շատ մարդիկ։ Ինչքանով է ճիշտ այս պատմությունը, դժվար է ասել։